Ընկերներ ջան, աշխատանքից եկել կոտլետ եմ պատրաստում, մտադրված չէի նկարելու, բայց ընթացքում հասկացա, որ կարելի է նկարել, որովհետև իմ էջին հետևում են շատ կանայք, երիտասարդ աղջիկներ և հարցեր եմ ստանում ինչպես պատրաստել փափուկ հյութեղ կոտլետ։ Սիրելի մեծեր, երբեմն թվում է մենք ամեն ինչ որ գիտենք, գիտեն նաև երեխաները, մեր ջահելները, բայց այդպես չէ, իրենց համար ցանկացած նրբություն, պատրաստման ամեն մի դետալ կարող է էական լինել։ Եվ այսպես աղացած տավարի մսին ավելացրել եմ առատ սոխ, աշխատել եմ շատ մանր կտրատել։ Եթե ձեր տանը կան մարդիկ, ովքեր սոխի հետ խնդիր ունեն, կարող եք սոխը ուղղակի բլենդել, բայց բացառել կոտլետի մեջ, որ սոխ չանեք, դա չի լինի, համեղ չի ստացվի առանց սոխի։ Սոխն է հյութեղություն հաղորդելու մեր կոտլետներին։ Եվ այսպես այստեղ կանաչի կտրատեցի, այս ճլորած կանաչուն չեմ կարող ասել թար, բայց կտրատեցի երկու տեսակի ռեհան է, սամիտ, ազատքեղ, գիտեք չէ, ազատքեղը պետրուշկայի հայերեն անվանումն է։ Ու ինչի համար եմ այս պահը այսպես մանրամասնում, այս կանաչին գուցե հաճելի չէ ուտելու համար, բայց մեր կոտլետին և համ և բույր կհաղորդի առհասարակ փորձեք սնունդը դեն չնետել և օգտագործել այնտեղ, որտեղ հնարավոր է, ճաշերի մեջ օրինակ, գիտեք ինչու եմ սա ասում, որովհետև երբեմն ինտերնետով տեսնում ենք, թե աշխարհում ինչքան քաղցած և սովահար մարդիկ կան ու խղճիս ազդում եմ մի տեսակ, մեղք եմ համարում սնունդը դեն նետել, թափել, եթե Աստված մեզ այն պարգևել է և դրան արժանացրել, այնպես որ յուրաքանչյուր ձեր գործողության մեջ իմաստ դրեք, սիրելիներ։ Սա ավելացնեմ մսին, թարմ կանաչին ավելացնելուց հետո մի քիչ էլ չորն եմ ավելացնում, ինձ մոտ ցիտրոն ու ռեհանը, հիմա ավելացնեմ, տեսնեմ մի ձեռով կկարողանամ ձուն ավելացնել, Մարիամս այնքան վարժանում է, բայց տեսեք ես բան գցեցի, կեղևից մի քիչ հեսա սահանեմ, եթե միսը շատ է կարող եք 2 ձու ավելացնել, սա էլ այսպես սխտոր սիրելիներ, անպայման սխտոր քերեք և ավելացրեք, թեկուզ մի քիչ այնքան հաճելի համ է հաղորդում, ես միշտ չէ որ սխտոր եմ արել, բայց նկատել եմ հենց սխտոր եմ անում, բոլորը ասում են վախ ինչ համով կոտլետ էր, այնպես որ սխտոր էլ հեսա կքերեմ, կարտոֆիլ երեխեք ջան, կարտոֆիլը շատ կարևոր է հյութեղ դարձնելու համար կոտլետը, եթե միսը քիչ է, մի հատն էլ է բավական, եթե շատ է, 2 հատ վերցրեք, փոքր ահա այսպիսի չափի կարտոֆիլ, ինչի համար է շատ վերցրել միս, եկեք այս մասին էլ ասեմ, նոր անցնեմ առաջ, ես երբեմն կոտլետները պատրաստում եմ օրվա չափաբաժնով, մի քիչ էլ ավել եմ անում, դնում եմ սառցարանում, պատրաստ է լինում, նույնիսկ այս մսից կարելի է կոլոլակն էլ պատրաստել, ու պահել սառցարանում, անհրաժեշտության դեպքում այնքան հարմար է կիսաֆաբրիկատ ունենալը, հանում ես տապակում, հոգնածորերին շատ մեծ փրկություն է այսպես ասած, սխտորը տեսակ չէ ավելացրի, հիմա կարտոֆիլներ կքերեմ, ընդ որում կքերեմ խոշոր անցքերով, քերիչի, պարտադիր չի շատ մանրով, որ շատ ջուր դուրս չտա, սա էլ այսպես, ավելացնենք մսին, տեսակ աղ ավելացրի, առատ կարմիր քաղցր պղպեղ ավելացրեցի, ավելացնում եմ սև պղպեղ, քրքում, երևի մի ինչքան տեսանյութ նկարել եմ, ասել եմ քրքում, ինչքան կարող եք օգտագործել ու անպայման սև պղպեղ ու քրքում համադրությամբ իրար հետ, որ քրքումի օգտակար հատկությունները սև պղպեղի շնորհիվ ընդարձակվեն։ Մի կարևոր բան էլ ասեմ, նոր անցնեմ հաջորդ գործողությանը, ուրեմն այս քանի որ թարխունի լավ առատ են հիանալի ժամանակն է, սկսեք չորացնել, կոտլետի մեջ չոր թարխունը մի իդեալական համ է հաղորդում, ափսոս չունեմ, որ ավելացնեմ կոտլետի, տոլմայի և նույնիսկ ապուրների մեջ, զարմանալի է, բայց թարխունի մասին մեր պատկերացումները միայն կապվում են խաշած ձվի հետ կամ ձկան հետ, չէ, բայց փորձեք թարխուն, չոր թարխուն այն էլ օգտագործել և վերջին համեմունքը, որ ես պարտադիր օգտագործում եմ կոտլետի մեջ, համեմի սերմն է սիրելիներս, աղում եմ, սա աղաց է, աղում և առատորեն ավելացնում եմ խճողակի մեջ, խանութներում շատ կա նաև փոշի տարբերակը, դա էլ կլինի, հագնելով ձեռնոցը, կոտլետի այս ամբողջ խճողակը մի լավ հունցում ենք, այնպես ենք հունցում, որ մսի կպչողականությունը բացվի,
Տեսնում եք, չէ՞ սիրելի ջահելներ, ինչպես եմ ամեն մանրամաս, այսպես ասած, ծամում ներկայացնում ձեզ, որպեսզի ձեր կոտլետները ստացվեն իդեալական ինչպիսին ինձ մոտ է ստացվում, որ բոլորը զարմանան, դուք էլ ձեր մտքի մեջ ասեք, ապրի տիկին Միլան ամեն ինչ ասեց, որ ոչ մի բան չպահեց, մեր կոտլետը ընտիր ստացվեց։ Հիմա ավելացնեմ կորիանդրն էլ, հունցեմ ու միանամ ձեզ։ Երեխեք ջան, մի բան էլ եմ ուզում ավելացնել ասվածին։ Կոտլետը կարող ենք տապակել 3 եղանակով։ Սթորիներս բաց չթողնեք, որ ցույց տամ թե ինչպես, ու արդեն ըստ նախընտրության ոնց կուզեք, այդպես էլ սարքեք սրանից հետո։ 3 սիրուն ձևով եմ ձեզ ցույց տալու ինչպես տապակել կոտլետը։ Ահա, հագել եմ ձեռնոցը ու հիմա այսպես լավ ընտիր հունցում եմ, այնպես որ ինչպես ասացի, մսի կպչողականությունը ակտիվանա ու կոտլետներս դառնան ընտիր համահավաք, որպեսզի տապակելիս չփլվեն։ Եկեք գործողությունը առանց ձեզ անեմ, հետո միանամ։ Ահա, ջահելություն ջան, լավ հունցեցի, թասի կողքերն էլ այսպես վրա բերեցի, կոկիկ պիտի լինի մեր թասը, այս կողքի միս բան չեմ սիրում լինի, այս փուլում ճիշտ է, որ կոտլետը այսպես հունցված դրվի սառնարան, բայց ուզում եմ նախ ցույց տամ ձեզ ինչ կառուցվածք ունեցա, տեսեք, շնորհիվ իմ հունցելու, մի անգամայն կառավարելի, նայեք, ձևը ընդունող, հիանալի, չէ, միս է, նորից եմ ասում, ճիշտ է այս փուլում, միսը ունցելուց հետո մի կես ժամով դնել սառնարան, հետո նոր ձևավորել կոտլետները, բայց աղջիկներ ջան, ջահելներ ջան, կարող եք ընթացքում ձեր ամուսինը քաղցած է, երեխաները չեն համբերում, տան մեծերը եւս, մի խոսքով օրենքները նրա համար են, որ մեկ-մեկ էլ շրջանցենք, այնպես որ եթե այդ պահը բաց թողնեք, չկարողանաք դնել սառնարան, ոչինչ, կարևորը լավ հունցեք։ Ու քանի որ ես էլ ժամանակ չունեմ սառնարանում դնելու մի կես ժամ, որ հանգստանա միսը, անցնում եմ գործի։ Վերցնում ենք մի հարթ տախտակ, մի քիչ ավելի լայն տարածք, հիմա վրան կփռեմ կամ սննդային թաղանթ, կամ յուղաթուղթ, մի խոսքով մակերեսը ուզում եմ ծածկել ու ձևավորել կոտլետները։ Հիշում եք, չէ՞ որ ասացի 3 ձևով կարող ենք տապակել։ Նկատի չունեմ կարագով տապակելն ու ջեռոցում, դա նկատի չունեմ։ Ինչպես տապակել կոտլետները, այ դա նկատի ունեմ։ Հետևեք սթորիներին, հեսա կտեսնեք ինչ նկատի ունեմ։ Ահա, այսպիսի սննդային թուղթ փռեցի տախտակի վրա ու հիմա կոտլետները հավասարաչափ, ինչ մեծության որ ուզում ենք, ընկերներ ջան, վերցնում ենք, ես ունեմ չափիչ գթալ, դուք էլ ունեցեք, բայց այս պահին իմ աչքաչափը, իմ կենսափորձը ինձ ճիշտ ճշգրիտ ցույց են տալու, ինչպես անեմ, դուք եթե նոր եք, սկսնակ եք այս գործում, փորձառություն չունեք, չափիչ գթալով արեք, ճաշի գթալով վերցրեք, փորձեք, որ կոտլետները բոլորը նույն հավասար քանակության լինեն, նույն մեծության լինեն։ Ահա, փորձում եմ, ահա, այսպես կլորակներ անել, դնել այսպես։ Տեսնում եք։ Հիմա հարթ չի, հեսա ցույց կտամ։ Նորից այսպես անում ենք։ Մի 10 հատ կամ մի 5 հատ կսարքեմ, ցույց կտամ, հետո ցույց կտամ մյուս ձևը։ Եղավ։ Ահա, առաջին 5 հատը այսպես կլորակներով դրեցի։ Մի մոռացեք, որ ես մի ձեռով եմ գործ անում, մեկով նկարում եմ, մեկով գործ եմ անում։ Կլորացրեցինք, հարթեցրինք, հեսա կտամ կոտլետի ձև, ընկերներ ջան, իմ սիրուն աղջիկներ ջան։ Այս կոտլետի չափաբաժնի համար ափսեում լցրեցի գոլ ջուր, ինչի համար, որ ձեռքերս թռչեմ։ Ձեռքերս թռչելու եմ ու այս հավաք կլորակները վերածեմ կոտլետի դասական ձևի։ Ամեն անգամ երբ նեղվեմ, երբ միսը կպչի, ձեռքս կթռչեմ ու կձևավորեմ։ Ճիշտն ասած, հիմա ես դժվարություն ունեմ նկարելու, շտատիվս կոտրվել է, բայց ամեն ինչ այնքան պարզ եմ բացատրում, որ հասկանում եք։ Հիմա ձախ ձեռքս կթռչեմ այս ջրով, կվերցնեմ կոլորակը այսպես, կթռչեմ նաև աջ ձեռքս ու հենց ափի մեջ կձևավորեմ կոտլետը։ Հեսա ցույց կտամ։ Հիմա նայեք, ձեռքս թաց,
կոտլետը վերցրի, ափիս մեջ ձևավորեցի և ջրով հարթեցրի երեսը։ Դուք, իմ սիրուն աղջիկներ, կարող եք հենց տախտակի վրա էլ անել, կրկին թռչելով ձեր ձեռքերը և տալով ձեր կոտլետին ձեր ուզած ձևը։ Պատրաստ եմ ես 6 հատը, ցույց տամ նաև մյուս տարբերակը։ Ահա, սիրելի կանայք և աղջիկներ ջան, կոտլետները ձևավորեցի, տեսեք ինչ հավասար կոտլետներ են, մոտավորապես կես սանտիմետր հաստության, նկատի ունեցեք, որ ջրով կոտլետները տապակվելիս փոքրանում են, այսպես առոք-փառոք պառկել են, բայց որ տապակում ես կծկվում են, ասեմ ձեզ, դա կապ չունի համի հետ, իմ ամենասիրած և գերադասելի տարբերակը ջրով պատրաստված կոտլետներ, այսինքն ջրով հարթեցված կոտլետն է։ Խոհարարները մի հնար են մտածել, որպեսզի կոտլետը իր տեսքը չգցի, փմփլիկ մեծ երևա, հաջորդ փուլում կասեմ ինչ են անում։ Հիմա էս էլ ասեմ, տեսեք, ես ինչի համար փռեցի այս թուղթը տախտակի վրա, եթե ցանկանաք, այս փուլում կարող եք կոտլետները դնել սառցարան, սառչի, թղթից հետո հեշտ է պոկվելու ու հավաքեք մի տոպրակի մեջ որպես կիսաֆաբրիկատ, կամ էլ տապակեք հենց հիմա։ Կոտլետը, սիրելիներ, ես միշտ տապակում եմ տնական սարի յուղով, գհի անգլերեն ասած, սա միակ յուղն է, որ իր օգտակար հատկությունները բարձր ջերմաստիճանի տակ չի կորցնում, առողջարար է, բայց ոչ միշտ կա ձեռքի տակ, դրա համար եթե չունեք յուղ, անպայման ձիթապտղի ձեթ և կարագ, կոտլետը համեղ է ստացվում, երբ կարագով է տապակում, եթե կոտլետ եք որոշել սարքել, անպայման կարագի հարցը լուծեք երեխեք ջան, հիմա թող լավ տաքանա, կարագը յուղը պիտի հալվի ու լավ տաքանա, նոր կոտլետները դնում ենք տաք յուղի մեջ, ինչի է կարևոր, որ անմիջապես տաքությունից կոտլետը կեղև կապի և ներսի հյութեղությունը չկորցի, հյութերը չգնան։ Կրակը հիմա կսարքեմ միջին։ Այստեղ պատրաստեցի հաջորդ չափաբաժին կոտլետները, որ ուրիշ ձև պիտի տապակեմ։ Իսկ այստեղ նկատեք, որ կոտլետի փեշերը սկսեցին գունափոխվել։ Սա ինձ հուշում է, որ կոտլետը արդեն մի կողմից տապակվել է։ Կրակը մարմանդ է, որպեսզի հասցնի նաև միջուկում եփվել։ Տեսեք, ոչ փլվում է, ոչ բան, մի քիչ չափերով փոքրացել է, բայց ոչինչ։ Նկատեք, ես իմ գազի դիմաց փայլաթիթեղով պատնեշ եմ սարքել, որ սալիկները շատ այս թռչող ձեթից, ձեթ չէր, յուղ է, կներեք, խոսքով չյուղոծվի, տեսակ, ոչ փլվում է, ոչ բան, դա շնորհիվ ինչի, մեր լավ հունցելու։ Կարող եք թողնել մի քիչ ավել կարմրի։ Ինչ եմ անում ես մինչև կոտլետը տապակվի երկրորդ երեսից։ Մատուցվող ափսեի տակ փռում եմ լավաշ։ Նկատեք, եթե մենք ձեթով ենք ինչ-որ բան տապակում, անպայման անձեռոցիկ ենք դնում, որպեսզի ձեթը ներծծվի անձեռոցիկի մեջ, չէ՞, բայց քանի որ այստեղ մենք յուղով կամ կարագով ենք տապակում ու չենք ուզում, որ այդ համով բաղադրիչը կորչի հենց այնպես, ես լավաշ եմ փռում ու ամենասիրածս մասն է կոտլետ ուտել հենց այդ տակի լավաշով։ Կլորակներով հեսա սոխել կկտրատեմ ու կոտլետը կդասավորեմ այս ափսեի մեջ, հերթով, տարբեր կոտլետներ։ Ահա այսպես, սա մի տարբերակ։ Հաջորդը պատրաստելու համար, սիրելիներս, օգտագործելու եմ պաքսիմատ։ Վերցնում եմ ափսե, մեջն եմ ավելացնում պաքսիմատ և դրա մեջ եմ թավալում արդեն իսկ պատրաստված կոլոլակը։ Ձևավորում եմ կոտլետի նման,
Ահա այսպես, սիրելիներ, կարող եք նաև կոլոլակը թավալել հարած ձվի մեջ, հետո նոր պաքսիմատի մեջ, բայց քանի որ արդեն խճողակի մեջ ես ձու օգտագործել էի, հենց այսպես էլ կանեմ, առանց թաթաղ ուղղակի պաքսիմատ վրան շաղ կտամ, ահա այսպես, եւ կտապակեմ էլի կարագով։ Աղջիկներ ջան, երբ ասում եմ կարագ, նկատի ունեմ կարագից ստացված այս տնական յուղը։ Նույն թավայի մեջ մի քիչ էլ եմ ավելացնում ու պատրաստածս կոտլետները տապակում այս անգամ էլ այս տարբերակով։ Այսպես տապակում ենք նաև պաքսիմատի մեջ թաթախված կոտլետները։ Տեսեք ինչ սիրուն են։ Կարագը կամ յուղը պիտի շատ անել, սիրելիներ։ Ճիշտ է, ձեթի մեջ են, որ անում են ֆրի եղանակով չեմ անում, բայց ամենայն դեպս յուղային մասան պիտի լավ առատ լինի, որ կոտլետը եփի նաև միջից, դա կարևոր է։ Եկեք շրջենք, առաջինն ենք սա դրել, առաջինը շրջենք, կարմրաթուշիկ, անուշիկ, տենց բանաստեղծություն կար առաջի դասարանի այբենարան, հիմա, բայց դա խնձորիներ էլի վերաբերվում, ես ասում եմ սա կոտլետների պահով, թույլ ենք տալիս մյուսներն էլ լավ կարմրեն ու շրջում ենք, տեսեք ինչքան հյութեղ ու սիրուն տեսք ունի, հետա մնացածն է կշրջեմ, ձեզ ցույց կտամ, տեսեք սիրուններ ջան, ինչ լավն են, հեսա սրանք էլ կշրջեմ ու կանցնեմ մյուս տարբերակին, որ ձեզ ցույց տամ, թե էլ ինչպես կարելի է տապակել կոտլետը։ Սա էլ պաքսիմատի մեջ պատրաստված կոտլետը, սիրելիներս, այս ջրովն էր, այս պաքսիմատովն էր, հեսա ցույց կտամ նաև երրորդ տարբերակը։ Հաջորդ տարբերակի համար վերցնում ենք, ահա այսպիսի թուղթ, ծննդային թուղթ, կարող եք վերցնել յուղաթուղթ, մի խոսքով թղթային ինչ-որ մի բան, ես ժամանակ թերթ էի անում, բայց հետո հասկացա, որ սխալ եմ անում։ Եվ կոլոլակները թավալում ենք ալյուրի մեջ, մեր տատիկների, մայրիկների նման։ Ահա այսպես, ալյուրի մեջ ենք կոլոլակը սկզբից դնում, հետո թավալելով ալյուրի մեջ ձևավորում ենք կոտլետը, սիրելիներ։ Հերթը հասավ հաջորդին։ Ասեք, որ ախորժելի է սոված մարդու համար մխիթարություն։ Հիմա նույն թավայի մեջ դրել եմ յուղի հաջորդ չափաբաժինը, հալվի ու տապակեմ արդեն ալյուրով պատրաստված կոտլետը։ Մերոնք եկան, էլ ով կսպասի, որ այդ դեգուստացիա ցույց տամ, համ տեսեմ, կարող եմ մի հատ կիսես ցույց տանք։ Ալյուրի մեջ շատ հեշտ է կառավարվում միսը, շատ սիրուն կոտլետներ կարող եք ստանալ։ Կրկին կարագի կամ յուղի մեջ կարմրացնում ենք մինչև պատրաստ լինի։ Էս էլ ալյուրի մեջ թավալածները։ Հավատացեք, թե պաքսիմատի, թե ջրով պատրաստածի, թե ալյուրով պատրաստածի համերը անզուգական են։ Եվ մի շտրիխով փաստորեն համերը նաև տարբեր են, սիրելիներ։ Ալյուրովը ուրիշ համ ունի, պաքսիմատովը ուրիշ համ ունի, ջրովը իմ ամենասիրածն է։ Մի խոսքով դուք պատրաստեք այսպես, որը որ կսիրեք, այդպես էլ թող դառնա ձեր նախընտրությունը։ Կարևորը, որ բոլոր մանրամասները իմացաք, հարցեր լինելու դեպքում անպայման գրեք, սիրով կպատասխանեմ։ Մերոնք եկան, էլ ով կսպասի, որ այդ դեգուստացիա ցույց տամ, համ տեսեմ, կարող եմ մի հատ կիսես ցույց տանք։ Վերջ, չարչարանքս արդեն վերջացավ, համովությունները պատրաստ են, այս եզրինը ալյուրով տապակվածն է, այստեղ ջրով երեսը հարթեցի, այստեղ էլ թավալեցի կոտլետները պաքսիմատի մեջ։ Եթե տարբեր թավաներով անեի, սիրելիներ, ու յուղը նույնը չլիներ, գույները ավելի հստակ կլինեին, բայց քանի որ պատրաստում ենք մեր տան համար, մեզ համար եւ կարեւորում ենք համը, ամեն ինչ շատ լավ է, շատ համեղ է, շատ հյութեղ։ Մնացած յուղի մեջ էլ կարող եք կարտոֆիլ տապակել կամ փլավ պատրաստել։ Եվ վերջ, սիրելի բարեկամներ, համեղությունը պատրաստ է։ Անպայման կփորձեք եւ կկիսվեք ձեր կարծիքներով։
Թեթև ու շատ համեղ։ Ձեր շատ չգայթակղեմ, պատրաստեք, համոզվեք ինքներդ։